Դե հիմնական կռվանը հիմա որ Ադրբեջանը շրջանառում է, դա հայկական սահմանադրությունն է։ Հայաստանն էլ ասում է բերեք ուղարկենք Վենետիկ, թող ստուգեն։ Ձեր ասածին համապատասխանում է թե ոչ, փոփոխության ենթակա է։ Սա լուծում է թե ոչ։ Սա լուծում չի, Ադրբեջանը լավ է հասկանում, որ չի համաձայնի այսինքն ուղարկել։ Չէ, եթե նույնիսկ համաձայնի եւ Վենետիկը տա, որ այդ սահմանադրությունը ոչ մի վտանգ իրենից չի ներկայացնում Ադրբեջանի համար, Ադրբեջանի իշխանությունները կամ նրան խորհուրդ տվողները հասկանում են, որ հայ ժողովուրդը այսպես հեշտ չի մարսելու Արցախի հայաթափումը, մեկ եւ երկրորդը այդ խաղակարտը արևմուտքը առանց անկախ նրանից Նիկոլ Փաշինյանն ինչ թուղթ է ստորագրելու, այդ խաղակարտը պարբերաբար օգտագործվելու է Ալիևի դեմ ճնշումների համար։ Այսինքն ինքը փորձելու է հնարավորինս մեծ այսպես ճեղքվածք ստեղծել այդ խաղաղության միջև, որպեսզի խաղաղության գալու գինը իր համար նվազագույն վնասներով լինի։ Իսկ այդ վնասների մեջ Արցախի հարցն էլ է մտնում։ Այսինքն հայտարարում է խաղաղության պայմանագրի իր համաձայնությունը Բաքուն, բայց ամեն ինչ անում է դա տեղի չունենա, հա? Մենք ինչի մասին։ Ամեն ինչ անում է, որպեսզի եթե նույնիսկ դա տեղի ունենա, ապա իր համար առավելագույն օգուտներով։ Այն ինչ անում է դա ձգձգելու մասին։ Սահմանադրությամբ, չէ, սահմանադրության փոփոխության պահանջը դա միայն իրավական պահանջ չի, դա բարոյական պահանջ է Հայաստանին պարտադրելու, օրինակ, նվազագույնը, որ նոր հռչակագիր ընդունվի կամ գուցե առավելագույնը։ Եվ այդ նոր հռչակագիր ընդունելը կարող է ենթադրել նաև օրինակ նոր պետության հռչակում։ Նոր պետության հռչակումը կարող է ճանաչվել, կարող է չճանաչվել, կարող է նոր իրավական վեճ առաջանալ։ Այսինքն ինչքան սցենարով է գնալու, այդ երբ կապ չունի երբ, որովհետև այս պահին Ադրբեջանը լավ դիրքերում է Հայաստանի նկատմամբ։ Այսինքն այդ խաղաղությունը պայմանագիր կոչվածը կսառի այդքան ժամանակ։ Չէ, Նիկոլ Փաշինյանը, եթե շարունակի մնալ Հայաստանում որպես իշխանություն, այդ օրակարգից բացի ուրիշ օրակարգ չունի, ինքը անընդհատ դա է խոսելու։ Հա։ Զուգահեռաբար սահմանադրության պահանջը կատարել։ Իհարկե կկատարի։ Դե ես դա եմ ասում, քանի տարի է պետք այդ պահանջը կատարելու։ Դե որ Նիկոլ Փաշինյանին մնա, վաղը կասի, որ փոխել ենք, եկեք վերջ, ասենք, ես որոշեցի եւ փոխեցինք։ Բայց դա այդպես հայտարարելով է փոխվում։ Չէ, իհարկե չէ, սահմանադրությունը, դե նայեք, հռչակագրի փոփոխության մասին այդպես չի, որ միջազգային տենց լայն պրակտիկա կա։ Եվ կան օրինակ դեպքեր, երբ որ պետությունները լուծարվել են, Աֆրիկայում այդպիսի դեպքեր շատ են տեղի ունեցել։ Եվ շատ բարդ իրավիճակում ենք մենք հայտնվում, շատ բան կախված է Ռուսաստանի դիրքից, այս օրինակ այսօրվա երկխոսությունից հետո։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը, քանի որ տևական ժամանակ հանդիսացել է կամ այս տարածքը ավելի ճիշտ, որ Հայաստանի Հանրապետություն չի եղել ցարական Ռուսաստանի ժամանակ, հա, հանդիսացել է Ռուսաստանի համար ստրատեգիական նշանակության այն առումով, որ քրիստոնյա ժողովուրդ է եղել, որի միջոցով ինքը կարողացել է տարածաշրջանում բալանսավորել իր ներկայությունը եւ քիչ ջանք եւ էներգիա ծախսելով իր ազդեցության տակ պահել, իր վերահսկողության տակ պահել ու օգտվել աշխարհաքաղաքական մանևրների ժամանակ հատկապես Թուրքիայի հետ եւ Իրանի հետ։ Հիմա էլ Ռուսաստանը այս տարածքի հետ էլի այնպես չի որ ձեռքերը լվացել է եւ մենք տեսնում ենք որ Ադրբեջանի հետ էլ նրանք ռազմավարական գործընկերության են գնում Վրաստանի հետ, ինչ որ հաջողություններ ունեն, էլ առաջվա Վրաստանը չի որ ռուսական քաղաքականությանը դեմ էր։ Եվ այստեղ մնում է Հայաստանի հարցը, ինչպես կլուծվի Հայաստանի հարցը, շատ բան կախված է նաև այսօրվա եւ բանակցություններից կարծում եմ։ Լավ, քանի որ դա ասեցիք Գարեգին, Թրամփի անվտանգության հարցերով պատասխանատուն Բաքվին ասում է գերիներին ազատ արձակի ու ստորագրի խաղաղության փաստաթուղթը։ Հիմա նախ ուզում եմ ձեր օգնությամբ հասկանալ, Բաքուն կգնա այդ քայլին, որովհետև ասում է Թրամփի ադմինիստրացիան, չի ասում Բայդենինը, թե ոչ։ Ամեն ինչ կախված է գնից, հա, այսինքն ինչքան է Ամերիկային դա պետք,
եւ կարող է արդյոք Ալիևը դրա դիմաց վճարել ավելի քիչ մի ուրիշ բան եւ այդ խաղաղության պայմանագիրը չկնքել կամ կնքել իր պայմաններով։ Այսինքն այդտեղ երբ որ ԱՄՆ-ը որևէ հայտարարություն է անում հատկապես այսօրվա Ամերիկայի Միացյալ Նահանգները, դա պետք չի ընդունել որպես պարտադրանք, որը անպայման կատարվելու է։ Նա ընդհանրապես բանակցելու, ժողովրդի լեզվով ասած, բազար, շուկա, առևտուր անելու բան կարող է լինել, հա, ազդակ։ Այսինքն մենք քեզնից պահանջում ենք սա, դու ինչ կարող ես դրա դիմաց տալ, եթե դա քեզ պետք չի։ Շատ པարզ կարող է լինել, ավելի քան մենք կարծում ենք։ Շատ լավ։ Ինչ կարևորություն ունեն Գյումրիի ընտրությունները։ Դժվար ասել, որ Գյումրիի ընտրությունները որպես առանձին գործընթաց այդպես շատ մեծ ազդեցություն կարող են ունենալ, բայց որ մեծ շղթայի մաս են, դա երևի կարող են հիմք դնել նոր քաղաքական մշակույթի ձևավորման։ Այսինքն ընտրվի այնպիսի մի տեխնացու, որը ոչ նախկին է, ոչ ներկա է եւ այդ տեխնացուն կարողանա արդյունավետ աշխատել եւ իրականացնել։ Դա ասեցիք, պիտի հարցնեմ, ինչն է ձեզ կապում Եվրադաշինքին։ Ինձ ոչինչ, բացի այն, որ ես կարծում եմ Հայաստանի ապագան արևմուտքի հետ սերտ համագործակցության մեջ եմ տեսնում։ Եվ կուզենայի Գյումրիի ընտրություններում այդ ուժը ունենալ առավելություն։ Ես կուզենայի Գյումրիի ընտրություններում Լևոն Բարսեղյանը հաղթեր որպես քաղաքապետ։ Այդ ուժի մասին է խոսքը։ Դե այդ ուժը Լևոն Բարսեղյանը այդ ուժից չի։ Այդ ուժը ներկայացնում է Լևոն Բարսեղյանը եւ քաղաքապետը լինելու է Լևոն Բարսեղյանը։ Իհարկե կարևոր է, որ Լևոն Բարսեղյանը գնացել է մի ուժի հետ, որը ոչ նախկինների հետ առանձնապես շատ կապ ունի, ոչ էլ շատ ներկաների, չնայած ինչ որ չափով ասոցացվում է, բայց եւ այնպես ես կարծում եմ Լևոն Բարսեղյանը անկախ տեխնացու է եւ դա ես կարող եմ պնդել, որովհետեւ եթե նա պաշտոնի համար այսպես պայքարող մարդ լիներ, 18 թվականից հետո առնվազն 2-3 անգամ առաջարկ է եղել պաշտոն զբաղեցնել եւ նա հրաժարվել է։ Գիտեք այդ մասին։ Այո, անձամբ գիտեմ։ Լավ։ Հետևենք, տեսնենք։ Գյումրի ցուցիչը կարևոր կլինի։ Այո, ես կարծում եմ ժողովրդավարացման ճանապարհին Գյումրիում Լևոն Բարսեղյանի նման տեխնացուն իրապես կարող է փոփոխությունների հիմք դնել, որտեղ շատ լավ օրինակ կարող է լինել եւ վանաձորցիների համար, եւ սյունեցիների համար, եւ այլ քաղաքների եւ համայնքների համար, թե իրապես իրավունքից եւ օրենքներից հասկացող մարդը ինչպես է կարող։ Չնախատեսված գոված ստացվեց, բայց ոչինչ, երևի այդպես էր։ Դա անկեղծ իմ կարծիքն է։